այսպես կոչված հավաքական ընդդիմության ամենագլխավոր շանսերից մեկն էր այդ վերահաշվարկը, որպեսզի կարողանային ԲՀԿ-ին անցկացնել խորհրդարան։ Եթե ԲՀԿ-ն անցնում էր խորհրդարան, ճիշտ է քիչ մանդատներով, բայց այնուամենայնիվ այսօրվա իշխանությունների վիճակը ավելի թուլանում էր խորհրդարանում, սահմանադրական օրենքներ իրենք այլևս չէին կարողանում ընդունել, այսինքն ավելի թույլ էր լինում իրենց դիրքը ներկա պահին կամ նախկինում էր։ Եվ դա իրենց թույլ կտար հետագայում արդեն այլ գործողություններ ծավալել։ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը բոլորը միասին այլևս հնարավորություն կունենային ավելի ցույցեր գեներացնել, հայտարարություններով հանդես գալ, որ տեսեք, ինչքան թույլ է դարձել Փաշինյանի իշխանությունը։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ շատ քիչ պակասեցին ձայները Գագիկ Ծառուկյանին, բայց վերահաշվարկի արդյունքներում այնուամենայնիվ նա չմտավ խորհրդարան։ Ինչ վերաբերում է այնտեղ նոր քննարկություններ անցկացնելը, ես չեմ կարծում, որ դա Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Սամվել Կարապետյանին ինչ-որ բան տալու է, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ակնարկն էլ շատ պարզ էր, եթե հաղթանակ է տարել 6 հաշվով Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ժողովուրդը այդ մասին գիտե, հավանականությունը ավելի է մեծանում, որ քննարկության արդյունքները այնտեղ ավելի շատ գրանցել քաղաքացիական պայմանագիրը իր օգտին, քան որևիցե այլ ուժ։ Դա պետք է որ իրենց ձեռնտու չլինի, սակայն քաղաքական հայտարարությունների համար սա շատ հրաշալի հայտարարություն է։ Մենք նաև տեսանք, որ մի քանի կուսակցություն իրար հետ միավորվել է հայտարարություններով, ԲՀԿ-ի ուժեղ Հայաստան դաշինքի կողքին հայտնվել է ԱԺԲ-ն, հայտնվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունները, Լուսավոր Հայաստանը եւ էլի ուրիշներ։ Սա նշանակում է, որ փորձում են ընդհանուր մոբիլիզացիա իրականացնել իրենց ուժերի եւ ինչպես արդեն դուք նշեցիք, փորձելու են տարբեր ցույցեր անցկացնել Հայաստանում, բայց չեմ կարծում, որ մեծ հաշվով ինչ որ բանի իրենք կարող են հասնել։ Պարոն Այվազյան, շարունակեք, կներեք։ Համոզված եմ, որ իրենք ուղղակի չեն հասկանում այն իրողությունը, որ այդ համատարած ընտրակաշառքի արդյունքով իրենք այնպիսի իրավիճակում են հայտնվել, երբ որ օրինակի համար նույն Եվրոպայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից աջակցեցին Հայաստանի իշխանություններին, իսկ Ռուսաստանի իշխանությունների այդ վարքը շատ բան փոխեց նաեւ արտաքին հարաբերությունների մեջ Հայաստանի շուրջը, որը որ չի կարող չազդել նաեւ Հայաստանի ներքին քաղաքականության, այսինքն ստիպված է այսօրվա իշխանությունը Հայաստանի այնպիսի նոր քաղաքականություն, նոր մարտավարություն սկսել այդ անդիմադիր ուժերի նկատմամբ, որը որ մենք երեք օրինակի համար չունեինք։ Բարի, ԱԺԲ-ի հայտնվել այդ ցուցակում դուք մատնանշեցիք, այո, հակնել էր այնտեղ եւ Լուսավոր Հայաստանը։ Եթե Լուսավոր Հայաստանի դեպքում, այդ երկու վերջին նշածների դեպքում հանրությունը այսպես իրար զարմացած չէր ուղարկում այդ հայտարարությունը եւ ստորագրողների ցանկը, ապա ԱԺԲ-ի հետ կապված բոլորը այսպես դա ոնց որ ինտրիգն էր ամբողջ։ Այդքան ուշադրություն չէին դարձնում հայտարարության բովանդակությանը, որովհետեւ պարզ էր բողոք է, դուք ճիշտ նշեցիք, այդ քվեարկությունը չթույլ տալը դա թեմա է, առիթ է, իսկապես խնդիր է, խնդրահարույց փաստ է, որքան ԱԺԲ-ի հայտնվել այդ ցուցակում։ Ձեր գնահատմամբ դա պատահական էր, թե ի սկզբանե այդ թվարկված, այդ ստորագրած ուժերը միասին են աշխատել, միասին են գործել։ Նախկինում դժվար է ասել իրենք միասին են գործել, թե չէ, բայց ինձ համար զարմանալի չէր, քանի որ բազմաթիվ միտումներ եմ նկատել իրենց քաղաքականության մեջ, որը որ մեզ հուշում է, որ իրենք թաքուն պրոռուսական քաղաքականություն են տանում։ Պրոարևմտյան հայտարարություններ անելով, այնուամենայնիվ այնպիսի մեկ-մեկ քաղաքականություն են վարում, որը որ հստակ ցույց է տալիս Կրեմլի հետքերը իրենց քաղաքականության մեջ եւ այս առումով, եթե արդեն ԱԺԲ-ն էլ է միանում այս ուժերին, ես կարծում եմ, որ բոլոր խաղաքարտերը ավելի բացահայտվում են եւ իրերը արդեն կարելի է կոչել իրենց անունով։ Եթե նախկինում մենք բոլորս տեսնում էինք ԱԺԲ-ի մեջ
փոփոխված դաշնակցություն, այսպես ասեմ, քանի որ նրանց մի մասը, մեծ մասը նախին դաշնակցականներ էին, իսկ այսօրվա դաշնակցությունը ավելի շատ ազդեցության տակ է Ռուսաստանի, շատերը կարծում էին, թե այդ ուժը այն ուժն է, որը որ ռուսական ազդեցություն չի ունենալու, բայց այսօր մենք տեսնում ենք, որ չէ, ցավոք սրտի, մեծ հաշվով ամեն ինչ նույնն է։ Դուք ասում եք պրոռուսականության հետ եք կապում դա։ Ոմանք համարում են, որ դա ոչ թե պրոռուսականություն կարելի է անվանել, այլ հակափաշինյանականություն։ Ելնում եք այն ենթադրությունից կամ պնդումից, որ Փաշինյանը հակառուսական ընտրությունների ժամանակ Փաշինյանին տվել են մարդիկ, ձայն են տվել մարդիկ, ովքեր Ռուսաստանին ասել են ոչ, սա հակառուսական եւ պրոռուսականի այնուամենայնիվ ընտրությունների ժամանակ։ Մի փոքր ավելի բարդ է իրականությունը, ոչ հակառուսական, ոչ պրոռուսական, պրոռուսական ավելի ճիշտ ռուսական շահը այստեղ հստակ ներկայացված էր։ Իսկ նրանք, ովքեր որ քվեարկել են Փաշինյանի օգտին, նույնիսկ կարծում են, որ մեծ մասը շատ հարցերում Փաշինյանի հետ համաձայն չէ, բայց արտաքին քաղաքականության մասով հստակ էր հարցը, Հայաստանը լինելու է Ռուսաստանի գուբերնիա, թե չի լինելու։ Փաշինյանը ինքը հակառուսական գործիք չէ, բայց Ռուսաստանին ձեռնտու քաղաքական գործիք չէ, այսինքն Ռուսաստանի համար հարմար գուբերնատոր, նահանգապետք չէ, քանի որ ինքը վարում է անկախ քաղաքականություն, դրա համար ձեռնտու չէ, իսկ այն ուժերը, որոնք որ պատրաստում էին փոխարինել Փաշինյանին, նրանք հստակ պրոռուսական, նույնիսկ պրոռուսական էլ չասենք, Հայաստանը գուբերնիայի տրամաբանությամբ տանելու գաղափար ունեին։ Եվ ժողովուրդը այս ամենը տեսնելով ստիպված եղավ ընտրել Փաշինյանին, ընտրել անկախ ինքնիշխան Հայաստանը, որը որ չեմ կրկին ասում, որ հակառուսական գաղափարն, ուղղակի Ռուսաստանի մարզ չդառնալու ընտրություն էր սա։ Ես կարծում եմ, որ սա դատարկ խոսքեր չեն, շատ բան է փոխվել, այն մուրջ ցուցադրելու քաղաքականությունը չի այլևս։ Այս խոսքերի հետևում իրական քաղաքականություն կարող է լինել, տեսեք ինչ է տեղի ունենում։ Նախկինում, երբ որ Փաշինյանը ցանկանում էր նույնը անել, մոտավորապես, ինքը ուներ այն խնդիրը, որ Ռուսաստանից շատ կոշտ հայտարարություններ կարող է արվեին, նաև ներքին խնդրանքներ կային, Վլադիմիր Պուտինն էր խնդրանքով հանդես գալիս, իսկ հիմա Վլադիմիր Պուտինը ինքը անձամբ է այրում այդ կամուրջները եւ այրել է, էմբարգո է մտցրել հայկական ապրանքների նկատմամբ, շատ կոպիտ ձևով Ռուսաստանը միջամտել է Հայաստանի ներքին գործերին, ընտրություններին, միլիարդավոր դոլարներ են ծախսել, մարդիկ են ուղարկել ընտրություններին մասնակցելու, սա մեկ, այսինքն Փաշինյանը այլևս կաշկանդված չէ, որովհետեւ գործողություն անելու ընդդեմ այդ ընդդիմադիր կոչվածներին։ Հաջորդը ժողովուրդը միշտ Հայաստանի ժողովուրդը Փաշինյանից պահանջել է եւ Փաշինյանը չի արել։ Այդ քայլերին չի դիմել, չի կարողացել տարբեր հանգամանքներով, ամեն ինչ չի կարողացել երևի թե ամենայն անկեղծությամբ ասել, թե ժողովուրդ, ահա սա է խնդիրը Վլադիմիր Պուտինի հետ, ահա այսպիսի խնդիրներ մենք կունենանք Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա էլ երկրորդը, բայց ինքը ցանկացել է Հայաստանի ժողովուրդն էլ միանշանակ դա միշտ պահանջում էր Փաշինյանից, եւ ես տեղյակ եմ, որ Հայաստանի ժողովրդի մի մասի բողոքը Փաշինյանի նկատմամբ հենց դա է, որ դու չես բաժել Ռոբերտ Քոչարյանին, դու չես բաժել Սերժ Սարգսյանին, ինչի մասին է խոսքը։ Մուրճով պատտում էիր, բայց ոչինչ չարեցիր։ Երրորդը, ես կրկին համոզված եմ, որ Եվրոպայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բայց ավելի շատ Եվրոպայից պահանջելու են դա Փաշինյանից, քանի որ իրենք տեսան, թե ինչ ահռելի ազդեցություն ունեցավ Ռուսաստանը եւ այդ ազդեցության շնորհիվ որքան ձայներ ստացավ ընդդիմությունը, Փաշինյանը ստացավ մոտ 50%, մոտեցավ 50%-ին, բայց այդ ընտրակաշարքի, այդ աննախադեպ ազդեցության պայմաններում Փաշինյանի դիրքերը թուլացած են երևում։ Եվ հետեւաբար Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա որ միլիարդավոր դոլարների ներդրում է իրականացնում Հայաստանում, տեսանք արհեստական բանականության այդ մեծ բազային կենտրոնները, TRIP ծրագիրը եւ ելի շատ ուրիշ ներդրումներ, նույնն է նաեւ Եվրոպայի մասով։ Այդքան ներդրում որ անում են, այդքան մեծ ծրագրեր որ Հայաստանի հետ քաղաքական կապում են, իրենք միանշանակ ներքին կարգով կպահանջեն, որպեսզի Հայաստանի ներկայիս իշխանությունը, որը որ վարում է պրո-եվրոպական եւ պրո-ամերիկյան քաղաքականությամբ,
քաղաքականություն իրենց տեսանկյունից, չնայած որ ես կարծում եմ, որ ավելի պրոհայկական քաղաքականություն է վարվում անկախ եւ մենք չենք ցանկանում Ռուսաստանի հետ առճակատման գնալ, բայց միանշանակ է, որ Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իմ կարծիքով ներքին կարգով պետք է պահանջեն ինչ որ մի բան անել այդ ընդդիմության հետ։ Եվ չեմ կարծում, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտող զանգված իրենք կկարողանան համապատասխան զանգված, չեմ ասում այդ տոկոսներով բոլոր մարդկանց կկարողանան դուրս բերել, բայց դե պետք է որ ինչ որ չափով իրենց տոկոսներին համապատասխան մարդիկ կարողանան դուրս բերել, բայց ես համոզված չեմ, որ իրենք կկարողանան, նույնիսկ համոզված եմ հակառակի մեջ, որ իրենք չեն կարողանալու, քանի որ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ մարդկանց մեծ մասը ընտրակաշառքներով էր գնացել քվեարկության։ Եվ հետևաբար, եթե ընտրությունները ազատ, անկախ ընտրություններ լինեին առանց ազդեցության արտաքին, ես գրեթե համոզված եմ, որ այդ կուսակցությունները չէին ստանա այդքան քվե, հատկապես ուժեղ Հայաստանը առնվազն 3 անգամ քիչ ձայներ էր ստանալու։ Իրանք կփորձեն շարունակել այս պայքարը փողոցում, քանի որ դա իրենց համար վերջի շանսն է, իսկ կրկնեմ, շատ բան է իրենց համար փոխվելու վատ իմաստով, Հայաստանի ներքին քաղաքականությունը այլևս նույնը չի լինելու։ Եվ շատ կոշտ քայլերի է դիմելու Հայաստանի ներկայիս իշխանությունը, այսինքն ընտրություններից հետո լրիվ այլ իրավիճակ կլինի Հայաստանում։ Ես գրեթե համոզված եմ, ժողովուրդը դժվար թե մեծ հաշվով միանա, քանի որ մեծ մասը ընտրակաշառքներով էր քվեարկել հանուն այդ ուժերի։ Դա չի նշանակում, որ շատ-շատերը Փաշինյանի կողմնակից են, Հայաստանում իրոք կարելի ասել բաժանված է մոտավորապես երկու մասի, մի փոքր երևի իմ պատկերացմամբ ավել համակրում է Փաշինյանին եւ մի փոքր ավելի պակաս դեմ է Նիկոլ Փաշինյանին, բայց մարդկանց մեջ գիտակցությունը շատ հստակ է Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ, թե ինչի է ձգտում Ռուսաստանը եւ հաշվի առնելով թե որ ուժերն են պայքարում Փաշինյանի դեմ, ես չեմ կարծում, որ շատ մարդ է դուրս գալու։